արդեն բրենդ է, սա ուտում, մեր ժողովուրդը քեսավի չատ է։ Այսպես քայլում է, քայլասկի վրա չէ։ Ձեր մեկ էլ Փաշինյանի շնորհիվ։ Առողջություն։ Մենք ձեզ շատ ենք սիրում, շատ։ Ձեզ ներկայացնեմ ինչ ենք արել մենք դիմաց թաղամասում ու ինչ ենք պատրաստվում անել դիմաց թաղամասում։ Սևակի անվան երիտասարդական այգին է բարեկարգվել 25 միլիոն դրամ է ներդրվել։ Աղայան փողոցն է հիմնանորոգվել 1 կիլոմետր երկարությամբ 338 միլիոն դրամ է ներդրվել։ 1.1 կիլոմետր երկարությամբ Ներսիսյան փողոցն է հիմնանորոգվել ասֆալտապատվել։ Ներդրվել է 319 միլիոն դրամ։ 500 մետր երկարությամբ Իսահակյան փողոցը 109 միլիոն դրամ։ Դեպի Գուգարք բնակավայր տանող ճանապարհը 900 մետր երկարությամբ 215 միլիոն դրամ է դրվել։ Սանկտ Պետերբուրգ փողոցն է հիմնանորոգվել 1.8 կիլոմետր երկարությամբ 554 միլիոն դրամ է ներդրվել։ Վանաձորի Թիվուտ հիմնական դպրոցը 200 միլիոն դրամ է, ձեր դպրոցն է, շատ լավ է։ 200 միլիոն դրամ է ներդրվել։ Էվրիկա դպրոցն է ամբողջությամբ հիմնանորոգվել 392 միլիոն դրամ։ Զրոյից կառուցվում է թիվ 13 դպրոցը 1 միլիարդ 800 միլիոն դրամ արժեքով։ 23 դպրոցի հիմնանորոգման աշխատանքներ են արվել 251 միլիոն դրամ էլ դրա ուղղությամբ է ծախսվել։ Ուսանողական շինարարների Վիկտոր Համբարձումյան փողոցներն է հիմնանորոգվում մոտ 2 կիլոմետր երկարությամբ 570 միլիոն դրամ էլ տեղադրվում։ Հրաչյա Ներսիսյան փողոցի առաջին նրբանցքն է հիմնանորոգվել 400 մետր 228 միլիոն դրամ է ծախսվել։ Հիմա թվարկում եմ այն փողոցները 10-ը, որոնք այս տարվա ավականու նիստով անցկացրել ենք հաստատել, հիմա նախագծերն ենք անում, ուղարկենք կառավարություն, որ այս տարի ամենաուշը շինարարությունը սկսենք։ Ուսանողական փողոցի հիմնանորոգում թիվ 13 դպրոցի հատված։ Նիզամի, Նարդոսի, Կոմիտասի, Իսրայել, Օրու, Պարույր, Սևակի, Սունդուկյան, Ռաֆու, Աջարյա, Կնունյանց փողոցի հիմնանորոգում։ Ինձ պետքա մի բան, մի քիչ ժամանակ տվեք։ Եմ կարծում եմ փոփոխությունները տենում եք, ինչ տեմպով ենք աշխատում, քաղաքը ոտի է կանգնում։